Բարև ձեզ հարգելի գործընկերներ։ Յուրաքանչյուր տարի հոկտեմբերին մենք նշում ենք մեր հարազատ քաղաքի օրը, Էրեբունի Երևան տոնը։ Տոնը սկիզբ է առել դերևս խորհրդային տարիներին եւ մենք այսօր մեր մամլո սրահում հյուրընկալել ենք այս գեղեցիկ տոնի հիմնավորման մասնակից Ռուսլան Չիփլախյանին, ով մեր քաղաքի բարեզբուն իմաստով ծաղկման տարիներին 80-ական թվականներին ի պաշտոնե զբաղվում էր կանաչապատման եւ ծաղկազարդման կարևոր եւ հաճելի հարցերով։ Եվ այսպես, պարոն Չիփլախյան, անդրադառնանք մեր այսօրվա թեմային, Էրեբունի Երևան տոնին եւ 80-ականների եւ այսօրվա Երևանին։ Ինչ ենք կորցրել, ինչ ենք ձեռք բերել։ Եվ այսպես Էրեբունի Երևան տոնի պատմությունը թեթև։ Առաջին տոնակատարությունը Էրեբունի Երևանը 1968 թվականին է եղել, նշվել է, հիմնադրվել է եւ նշվել է Երևանի 2750-ամյակը։ Շատ պատվավոր հայ ազգի ներկայացուցիչներ են եղել, Մարիետա Շահինյանը, Բաղրամյանը, Արտյոմ Նիկոյանը, մեծ միջոցառումներ է քաղաքում կազմակերպված եղել, ընդհանուր մինչև հետաքրքիր 2750 հոգի Տաթև Ալտունյանի անսամբլով երգել են առաջին հիմն է Երևանի։ Կոնյակներ են կոչված եղել այդ տոնակատարության կապակցությամբ, մեծ աշխատանքներ, ծառատնկումներ բան։ Այդ տարին տրադիցիա չի դարձել, փաստորեն, մեկ հպումով անցել են այդ տարին եւ 15 տարի հետո 1983 թվականին քաղաքային խորհրդի նախագահ Մուրադյանի առաջարկությամբ եւ ռեսպուբլիկայի բարձր ղեկավարության ձգտումներով շնորհիվ տոնը վերականգնվել է 83 թվականին։ Շատ շքեղ է անցել առաջին տարվա տոնակատարությունը, մեծ չափով ծառատնկումներ են եղել, բոլոր բացումները, արձանների, այգիների կապակցված է եղել այդ տոնակատարության հետ։ Այնուհետև տոնը ամեն տարի կրկնվել է 85 թվականից հետո մի քիչ մեր ժողովրդի համար սովորական է դարձել տրադիցիոնի, բայց միշտ ձգտումներ եղել է այդպես այդ տոնի կապակցությամբ նոր այգիներ, նոր կառույցներ, նոր մտցնել։ Ես պետք է ասեմ, որ նշված տարիներին շատ մեծ ուշադրություն էր դարձվում Երևանի բարեկարգման, կանաչապատման աշխատանքներին եւ ջանքերը միայն ղեկավարության եւ քաղաքային խորհրդի աշխատանքի հետևանքը չէր։ Մենք կարողացանք 83 թվականից լիարժեք գրավել բնակչությունը քաղաքի նման աշխատանքների մեջ։ Նույնիսկ կային դետալներ, որոնք սեր էին ստեղծում երևանցիների մոտ, իրենք մասնակցում էին ամեն տարի տոնակատարության հետ, երկրորդ կիրակին էր նշված հոկտեմբեր ամսվա, երկրորդ շաբաթ կիրակին, եւ բավականին տպավորիչ տոնակատարություն էր, որը դարձավ ընդհանրապես մեր երկրի ուշադրության կենտրոնում։ Այնուհետև օրինակ 86 թվականին նշվեց Մոսկվայի քաղաքի տոնը առաջին անգամ։ Ես համարձակություն չունեմ ասելու, որ դա մեզ են հետևել, բայց սկզբնական պրինցիպները եղել են մեր մոտ։ Այսքանը կասեմ պատմության տեսակետից։ Ինչ նոր այգիներ էին ունեցել այդ շրջանում։ Այդ շրջանում բոլոր համայնագրեթե այգիները, որոնք այսօր քաղաքում գոյություն ունեն, ստեղծվել է այդ ժամանակաշրջանում։ Ես իհարկե չեմ ասում Կոմ այգին, Կիրովի այգին, այլ շատ օրինակ 82-ից մինչև 86 թվականը եւ հատկապես 87-ին այգիները վերակառուցվել է հաղթանակի այգին 85 թվականին, գրեթե ամբողջությամբ։ Նոր այգիներ են ստեղծվել 26 կոմիսարների շրջանում, Շահումյանի, Դավիթ Հաշենում, ամբողջությամբ Օղագաձև զբոսայգին է հիմնադրվել, մեծ տարածություններ։ Այդ ֆոնի վրա, եթե մենք խոսենք
կանաչապատման, ծաղկապատման մասին մեծ չափերի է հասել ընդհանուր առմամբ կանաչ մասիվների ստեղծում։ Օրինակ, ես շատ եմ ցավում, որ այսօր հետք չմնացել Եռաբլուրի 300 հեկտարից, որտեղ շատ մեծ քանակությամբ ամեն տարի գարնանը եւ աշնանը ծառատնկումներ էր կատարվում, նույնպես սովետաշենի թեք լանջերի, լամպերի գործարանի։ Դուք ասեք թվային ցուցանիշներ, ասենք այդ թվականներին բնակչին ինչքան հեկտար կամ քառակուսի։ Մինչև բնակչին ասելը ես ասեմ 2-3 թիվ, օրինակ Եռաբլուրի ընդհանուր կանաչապատման տարածքները 300 հեկտարից ավելի էր։ Երևանը բավականին ծանր պայմաններ, կլիմայական պայմաններ ունեցող քաղաք է։ 2-3 փաստեր կան, որ ստեղծել են մեծ դժվարություն կանաչապատման գործում։ Առաջերտին խոնավության պակասն է, երկրորդը այն ժամանակներում գրեթե ռոռոկման ցանցը զարգացած չէր։ Հիմնականում ռոռոկումը կատարվում էր մեքենաներով, մեծ հին այգիների մեջ կար որոշ ռոռոկման ցանցեր, բայց դա վերում էր նրան, որ կանաչի շուտ չորանում էր շոգերի ժամանակ։ Եվ մի փաստ էլ գոյություն ունի, Երևանը եզակի քաղաքներից է, որտեղ 0-ից անցնել անցումը պլյուս մինուս հասնում է 70 անգամ տարվա մեջ։ Ինչ է դա նշանակում, որ սառույցը փաստորեն որ կուտակվում է ծառների կեղևներում, նույնիսկ ասֆալտի մեջ եղած անընդհատ դինամիկ աշխատանքի ենթարկում այդ բնությունը։ Դա դժվարություն է ստեղծում կանաչապատման, բայց հիմնական մեր խնդրումը դա ռոռոկման ցանցերն էր։ Ուրեմն ես թիվ ասեմ, որ 1979 թվականին ռոռոկման ցանցը Երևանի կազմել 173 կիլոմետր ընդհանուր։ 85 թվականին այդ թիվը դարել է 1802 կիլոմետր։ Ուրեմն տեսեք գրեթե 10 անգամ ավելացում է։ Մեծ ծախսեր էր կատարում եւ քաղաքի կողմից, եւ հանրապետության ղեկավարության կողմից, գիտակցելով որ այդ պայմանները շատ։ Ես ասեմ, որ եթե խոսենք մեկ շնչին ընկնող կանաչ տարածություններին 79 թվականին դա կազմել 6.5 մետր։ 7-8 տարի հետո այդ թիվը աճել է մինչև 19.2 քառակուսի մետր։ Մի մեծ ուրիշ դժվարություն էլ կա հիմա օրինակ այսօրվա օրով մեծ զարգացում է գտել պլաստիկ խողովակաշարերը։ Այն ժամանակ մետաղյա էր արվում, որը տեխնոլոգիաները գոյություն չունեին։ Առաջի անգամ որ դա նույնիսկ մենք սկսեցինք կիրառել 85-86 թվականներին առնետները կրծում էին։ Հետո իսկ մետաղյան բնական է ինչքան ծանր աշխատանքներ է պահանջում, կապակցելը եւ այլ եւ այլ։ Ես մի բան եմ ուզում հատուկ նշել, որ միայն թվերով չէր աշխատանքների արդյունքը առաջ գնում։ Բնակչությունը ինքը արդեն մեծ ուշադրություն էր դարձնում։ Օրինակ մենք սկսեցինք պատշգամբների կանաչապատումը, նույնիսկ քաղաքացիների։ Մենք անում էինք հատուկ ծաղկամաններ պատշգամբներին դնելու համար եւ անվճար տալիս էինք քաղաքացիներին։ Ուղղահայաց կանաչապատումը սկսեցինք։ Երևան քաղաքում 2 շենքի տանիքների վրա կանաչապատում եղավ, հնարավորություն էր ստեղծում մարդկանց բնակարանից դուրս գալ վերևը հանգստանալու։ Հետո շատ փոքր տարածություններ կային, որ շատ գեղեցիկ տեսքեր էին ստեղծվել, որ բնակչությանը գրավում էին։ Օրինակ Կոմիտասի վրա կար անկյուն, որտեղ տոպիար կոմպոզիցիաներ էր ստեղծված, նույնիսկ մեր քաղաքի հյուրերը գալիս էին նայելու։ Ինձ շատ էր հրապուրում Հրազդանի կիրճում, որ մենք մի փոքրիկ անկյուն ստեղծեցինք, հետո ցեկնորսները բնակչությունը կրկնօրինակեցին այդ բանին, եւ եթե մի տարի եղավ, որ ջրեղեղը վնասեց,
ամբողջությամբ բոլոր տարածքները վերականգնեցին տեղի բնակիչներն ու ձգձգնորսները։ Կանաչապատումը դարձել էր քաղաքի կենտրոնի, օրինակ մենք այսօրվա Գերագույն խորհրդի այգին վերակառուցեցինք լիովին, այսօր որ այդ գեղեցկությունը երևում է, մեր արդյունքն է։ Ես չեմ ուզում ասեմ, որ ինչ որ մենք շատ հաջողություններ ունեցել ենք միայն նրա շնորհիվ, որ լավ ենք աշխատել։ Ես ասեմ, որ մեր Երևան քաղաքի բնակչությունը շատ մեծ սիրով էր այդ հարցին մոտենում։ Այսօր ինչպիսին է Երևանը ձեր աչքերով։ Գիտեք ինչ, քանի որ ես քանի տարի է Երևանում միայն գալիս գնում եմ, փոփոխությունները շատ եմ տեսնում։ Բայց ընդհանուր մակարդակի վրա ես կուզենայի հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր այն գործարար մարդկանց, որոնք ունեն տարածքներ, խանութները, շրջարանները շատ գեղեցիկ ձևավորված են, եւ ներքին տարածքները եւ շրջապատի կանաչապատումը շատ շնորհալի ճարտարապետների մասնակցությամբ իրականացվել առանց որևէ բան խնայել։ Դա շատ լավ բան է։ Միայն կցանկանայի, որ ավելի շատ ուշադրություն դարձվեր մասսայական տնկումների։ Գիտեք, որ 90-91-92 տարիներին ինչքան մեծ կորուստներ ունեցան Երևան քաղաքի կանաչապատման տարածքները, կանաչապատված տարածքները։ Ես 92 թվականի ապրիլին եղել եմ այստեղ ընտանեկան պատճառներով, մայրս էր մահացել։ Ուրեմն շատ վատ զգացի, երբ որ տեսա եռաբլուրի կտրած ծառները, նույնիսկ գործը հասնում էր նրան, որ եղևնիներ էին կտրում, իմանալով, որ հնարավոր չէ եղևնիով տաքացնել 2 տարի պետք է եղևնին չորանա, որ դու կարողանաս որպես վարել են։ Ասեմ, որ շատ հաճելի է, որ քաղաքը այսօր վերածնունդ է ապրում եւ աննախադեպ, ես կասեմ, որ առաջ հերթին ծաղկապատման աշխատանքները բավականին հաջող տեսք ունեն, շատ Այսինքն այն ստրեսը, որ դուք ապրեցիք, ես գիտեմ, որ դուք ստրես ապրեցիք, երբ որ եկաք, տեսաք ձեր տնկած ծառերը, տնկած այգիները ոչնչացվել են, դուք անգամ հիվանդանոցում եք հայտնվել, ես այդպես գիտեմ, այդ ստրես եք ապրել եւ այսօր դուք վերածնունդ եք տեսնում, դա ուրախալի է, այո։ Ես արդեն ասացի, որտեղ կխնդրեի, որ մի քիչ ավելի ուշադրություն դարձնեին, ու անցած 7-8 տարիների մեջ երևում է Երևանի քաղաքի մոտեցումը այդ խնդիրներին։ Ես հիշում եմ 8 տարի առաջ ինձ տվեցին մի հոդված Գոլես Արմենիայի թերթից, որտեղ Իդա Մկրչյանը գրել էր, որ ինչպես նայենք Երևանի կանաչապատմանը Չպլախյանի աչքերով։ Ինձ բավականին շատ հետաքրքրեց, թե ինչ է կատարվել եւ ինչ գնահատականներ է ստացել մեր նախկին գործունեությունը։ Մենք շատ հաջողություններ ենք ունեցել, այնպեսի որ նկարագրելի ու օրինակելի տեսք ունի։ Օրինակ մենք հասանք այն բանին, որ Երևան քաղաքին հատուկ առանձնացվեց 6 հեկտար ջերմոցային տնտեսություն, որ մենք կարողանանք զարգացնենք մեր ծաղկապատումը։ Ասեմ, ցավով ասեմ, որ այսօր այդ բոլորը կորած է։ Մենք տարիներ շարունակ կային քաղաքներ, որոնք չէին կարողանում ստանալ այդ կոնստրուկցիաները, Երևանին հատկացրեցին։ Մենք հասանք այն բանին, որ նույնիսկ դա էլ բավականին կառավարությունը համամիութենական պետպլանի առաջարկով մեզ տվեցին 5 ուսումնական տեղ Մոսկվայի Անտարապատման ինստիտուտում, որտեղ մենք մարդ էինք ուղարկում հատուկ Երևան քաղաքի համար կանաչապատով պատրաստելու համար։ Նման մոտեցումները, օրինակ մենք կարողացանք 80 թվականի Մոսկվայի օլիմպիադայում մեծ քանակությամբ ստացել էին սարքավորումներ, մեքենա մեխանիզմներ կանաչապատման բարեկարգման համար։ Նույն այդ քանակը նույնիսկ իրենց այդքան պետք չէր։ Շատ բաներ մենք կարողացանք նրանցից գնել, բերել Հայաստան։ Առաջին անգամ օրինակ մենք
չիմ կտրող մեքենաներ վերեցինք Հայաստան, որոնք արհեստական, առաջին անգամ դրեցինք 2 հեկտար տարածք արհեստական չիմ աճեցնելու, օրինակ Ծիծեռնակաբերդի այգիում մենք մի օրվա մեջ 4 հեկտար չիմ ենք ծածկել, բնական եւ մի օրվա մեջ պատկերացնեք։ Մեծ բաներ կային, որ այսօր նույնիսկ պատկերացնել է հնարավոր չի, բայց դա եղել է միշտ ի շնորհիվ նրան, որ Հանրապետության Մինիստրների խորհրդի նախագահան ինքը անձամբ մեր յուրաքանչյուր դիմումը կառավարությանը միության անձամբ պաշտպանում էր։ Ես իհարկե շատ մեծ ցանկություն ունեմ ամսի 11-ին մասնակցելու Երևանի, ես ուզում եմ իմ աչքերով մի հատ նայեմ, թե ինչ է, որովհետև մենք մի շքեղ տրադիցիա ունեինք, մանկական երկաթողու դիմացի բոլոր հրապարակը ծաղկի մեջ կորում էր այդ օրը, շարժվելու տեղ չկար։ Ուզում եմ իմանամ, այսօր դա կերկրանվի, թե չէ։ Ես միայն կարող եմ ասել, որ ինքս այդ տարիներին երևի յուրաքանչյուր հայ, ով այսօր այստեղ է ապրում կամ դուրս է եկել Հայաստանի տարածքից դուրս, այդ տարիների Երևանը սիրում է, հիշում է, երևի շնորհիվ հենց նրան, որ Երևանը շատ գեղեցիկ էր, իսկապես շատ գեղեցիկ էր Երևանը այդ ժամանակ։ Իսկ կարող եք ասել, այդ ժամանակվա աշխատանքի վերաբերմունքը մարդկանց պաշտոնյաներ կամ մարդիկ, ինչպիսին էին առաջ մարդիկ, ինչպիսին էին։ Ես այսօր մեկ հերոստատистությունը, ես մշտական նայում եմ հերոստատistությունը Մոսկվայում, Հայաստանի բոլոր կանալներում, մի քիչ զարմանում եմ, որ շատ մարդիկ կան, որ ասում են առաջել ենք մենք աշխատել գիշեր-ցերեկ, այսօր էլ ենք աշխատում, մենք գիշեր-ցերեկ չենք աշխատել, որ ասեմ, ոչ քնել ենք, ոչ։ Եթե պետք է եղել աշխատել ենք, եթե այդ կարիքը չի եղել, օրինակ հաղթանակի զբոսայգին, որ պետք էր, մենք 4 ժամ քնում էինք, մենակ տուն էինք գալիս, որովհետեւ կարողանանք այդ 4 ժամը հանգստանանք, վերադառնանք։ Հետո մի դեպք էլ ասեմ, որ զարմանալի թվաց, օրինակ այդ դեպքի մասին գրված էր նույնիսկ Իզվեստիա թերթում, նոյեմբերի 24-ին, երբ որ Երևանին շնորհում էին Լենինի շքանշանը, 1981 թվականին մենք օպերայի այգիում կանաչ տարածքներ բնական ստեղծեցինք։ Ծածկոցներ էինք ստեղծում գիշերային, տաքացնում էինք հողը։ Նոր շատ տեխնոլոգիաներ ներառվավ։ Հիմնական, օրինակ մեծ խոշոր խնդրեմ էր ընդհանրապես համարվում էր Երևանի կանաչապատման գործում համարվում էր, որ պետք է Երևանում օգտագործել միայն այն տնկանյութը, որը մեր հանրապետություն է ծնված, մեծացած։ Մենք կիրառեցինք այն բան, որ նման ստեղծեցինք հատուկ ցանց, որ մենք կարողանում էինք արդեն բերեինք մեր համապատասխան մեր կլիմային բոլոր քաղաքներից, ռեսպուբլիկանից, Ուկրաինայից, օրինակ, ասեմ 84 թվականին մեծ առնամանիք եղավ Երևանում, գրեթե 80%-ը հրապարակի չինարները վնասվեցին, սառեցին, մենք ամբողջ Թիվլիսի կողքը նատախտարի պիտոմնիկ կար, ասեմ, որ պատկերացվի, մի մեքենայի վրա 3 հատ ծառ էր տեղավորում, կոմով մեծ հսկա ծառեր բերեցինք այսօր մեր ծառերը մինչև հիմա կան հրապարակի վրա։ Ես շտապ եմ ներկայացնել, որ այս ամենը, ինչու դուք այսօր պատմում եք, դուք ներառել եք ձեր նոր լույս ծնծայած գրքի մեջ, այո, 2 գիրք եք հրատարակել, մենք գիտենք, եւ ներկայացրեք այս գիրքը, առաջին գիրքը եւ երկրորդ գիրքը։ Երկրորդ գիրքն է մեր ջան, մտածրու, որ ես ցույց տամ։ Ես ասեմ, որ ես շատ փոքր հասակից բանաստեղծություններ եմ գրել, հետո 15 տարեկանից սկսել առակներ գրել, որը տպագրվել է լիտերատուրնա գազետա թերթում, կոմունիստ թերթում ժամանակին, եւ մեծ ցանկություն ունեի հրատարակել իմ բանաստեղծությունները, առակները, եւ Երևանում, որ եղա մի 3 տարի առաջ,
իմ աշխատանքային ընկերներս պնդեցին, որ պետք է գրել ինչ որ չափով կենսագրական գիրք։ Մտած վախություններ ունեի, որ ես առակ դժվար կգրեմ արձակ։ Բայց երբ որ կազմակերպեց այս բոլորը պնդումներին, ինձ թվում է, որ ես չէի կարող գրեի հիշողություններ, ես գրել եմ իմ կյանքի դեպքերից արժանի դեպքերը, ընդգծելով նաև հումորի 3 հատ պատմված կա, որ գնահատվել է, մեկն էլ տպվել է Մոսկվայում։ Ես չեմ գտնում, որ ես ինչ-որ այսօրվա օրով, որ արդեն մի ամիս հետո լինում հասակս դառնում է 75 տարեկան, կարող եմ թեկնածու լինեմ գրողի կամ բանաստեղծի, բայց ինձ համար սա հաճույք է։ Եվ առաջերտին ես ուրախ եմ, որ իմ թոռներս ունենան պապիկի գրքերը։ Բացի այդ էլ այս գրքերում, քանի որ այս մեծ գրքում, ձեր արձակ կոչված գրքում դուք պատմել եք այդ 80-ականների ուրեմն ժամանակաշրջանն են արտացոլվել, դա էլ թողնում եք ժառանգություն մեզ, երևանցիներիս։ Եթե հետաքրքիր կլինի, մեծ ինձ համար դա հաճույք կլինի։ Ես կարծում եմ, այո, հետաքրքիր կլինի, որովհետև ես թեթև այսպես քրթելուց հասկացա, որ մեջը բավականին շատ փաստագրական, գեղարվեստափաստագրական գիրք է այս գիրքը։ Դա Աստված գնահատական ունենալա։ Շատ բարի։ Ինչով եք այսօր զբաղվում։ Ես մասնակցում եմ հասարակական գործունեությանը, օրինակ մենք հիմնադրել ենք մի փոքրիկ ակումբ, որտեղ զբաղվում են հիմնականում առակների, բանաստեղծությունների, դա Մոսկվայի կենտրոնական օկրուգի տնօրինության տակ է, իհարկե դա չի իմ հիմնական զբաղմունքը, մասնակցում եմ եւ թորնիկներից դպրոցի հետ կապված բոլոր հարցերում, մեջ այլոց շատ հետաքրքիր կազմ է, Մոսկվայի 4-րդ տեղը գրաված դպրոցն է Մոսկվայի մրցույթի ժամանակ, որովհետեւ պատկերացնեք, թե ինչ է Դանիելյանից ներկայացնում, օրինակ տնօրենը դպրոցի դիրեկտորը 83 տարեկան է։ Մինչև հիմա գործում է եւ ես նույնիսկ չեմ պատկերացնում, որ շուտով կարող է որևէ մեկը լինի, որ լիարժեք փոխարինի այդ անձնավորությունը։ Տանն է, ընտանիք է, վազել է, նստել է, մինչև այսօր հնարավորություն ունեմ նորմալ չնայած ծանր դեպքեր է եղել, վիրահատությունից սկսած կրկնակի եւ այլն, բայց կյանքից գոհ եմ, որ ես այս հասակին հասել եմ։ Շատ բարի, պարոն Չփախյան։ Մի այսպեսի հարց էլ, որով կամ եզրափակենք երևի թե ինչ հիշողությունն է, որն է ձեր ամենավառ հիշողությունը այդ 80-ականների Երևանի եւ ինչն է տպավորիչ այսօրվա Երևանի։ Ես ասեմ, որ նախկինում մենք չէինք կարող կլասիֆիկացիա անենք այսպես, թե որն է ամենահաճելին, բայց հիշողություններից ես կուզենայի առաջերտին նշեի այն նվիրվածությունը, որ ամբողջ քաղաքային խորհրդի անձնակազմը, ճարտարապետները, աշխատողները զբաղվում էին հաղթանակի զբոսայգու վերակառուցման ժամանակ, երբ որ պետք է նշվեր հաղթանակի 40-ամյակը։ Շատ նվիրված աշխատանքներ էր կատարում այնտեղ եւ անմոռանալի ծմերը նույնիսկ մարդիկ տաքանալու հնարավորությունը հեռու չէին գնում, որովհետեւ Երևանի քարեգործները, ճարտարապետները, քանդակագործները, օրինակ այդ այգում մենք բերել ենք 145 հատ ծառ, որի բարձրությունը եղևն էր, որի բարձրությունը 3 մետրից ավելի էր։ Մի մեքենայի վրա 2 հատ կամ 3 հատ նալչիկից բերում էինք, որ մեր մարդիկ այնտեղ կանգնած էին։ Մեքենան գալիս էր 2 օրում իրեն հողա կույտով։
Այդ հիշողությունները շատ ինձ մեջ մնացել է, որովհետև բոլորս մենակ դա չի, բոլոր աշխատողները նվիրված երբ որ բացեցինք ավարտից հետո երևանցիները գրեթե մի 2-3 շաբաթ անընդհատ հաղթանակի տոնից էլ հետո այդ հոսքը չէր կտրվում։ Իսկ ինչ վերաբերվում այսօրվա տպավորություններին, ես մեծ հաճույքով նայում եմ այն, չնայած դա ամենուրեք չի, բայց մեծ հաճույքով նայում եմ այսօրվա Երևանի փոքրիկ տարածքներին, ասեմ, որ իմ կարծիքով այն հասարակական սննդի օբյեկտները, որ ունի Երևանը, շատ ավելի գերազանցում է նա, ինչ որ ես տեսնում եմ ուրիշ քաղաքներում, այդ թվում եւ Մոսկվայում։ Մոտեցումները հասարակ, մոտիկ, բայց մեծ ճաշակով ձևավորված։ Իհարկե դրա կողքին բաներ կան, որ հաճելի չի, օրինակ մի օրինակ բերեմ ձեզ, որ կուզենայի ուշադրությունը գրավել քաղաքային իշխանությունների։ Կամոյի դպրոցի դիմացը կա հետգետնյա անցում։ Դա կառուցել ենք մենք 1981 թվականին, եթե չեմ սխալվում։ Մինչև այսօր ոչ մի բան չի վերանորոգ։ Սալիկները պոկված, հասակով մարդիկ դժվարությամբ են անցնում, դե պատկերացրեք ոնց որ որևէ մի հողատարածքում քայլես։ Ճիշտ է, կողքերը դրած է գեղեցիկ նստարաններ, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձնում։ Այսինքն մասնավոր հատվածները ավելի խնամքով են, ավելի, շատ ավելի, հասարակական շատ ավելի։ Օրինակ ընդհանրապես, եթե մենք ասենք հյուսիսային պողոտայի մասին, չքնաղ կտորներ կան, որ հիշվում է։ Ճիշտ է, այնտեղ էլ կա որոշ շինական իմ կարծիքով թերություններ, նույնիսկ ճարտարապետներից եկած հարթությունները վատ են իրար հետ կապակցված, բայց գեղեցիկ տպավորություն է թողնում։ Շատ։ Ես կուզենայի, որ իհարկե կարող եմ ես ինքս էլ չտեսնեմ ամենապայծառ Երևանի վիճակը ապագայում, բայց ինձ մեծ հույս է ներշնչում, որ Երևանը զարգանում է։ Ես մի դեպքի մասին ասեմ, մի 2 տարի առաջ Մատենադարանի մոտ կա թատրոն, երաժշտական թատրոն։ Պատի կողքը երաժշտական թատրոն, 2 կույր պատուհաններ են, մեկի մեջ կա մետաղից սարքած ծառի, այրված ծառի քանդակը։ Դուք դա կարծեմ գրել եք։ Այո, իսկ կողքը գրված է հիշատակ ծառերին, որոնք այրվեցին տաքացնելով երևանցիների օջախը։ Ես հիմա էլ որ ասում եմ, հուզվում եմ։ Ինձ մխիթարում է միայն նա, որ այդ ծառերը իրոք փրկել են մի քանի հայ երեխաների, մի քանի հազար հայ երեխաների ապագան։ Ոչինչ, կտնկենք նորից։ Իմիջայլոց ասեմ, որ ես արդեն մի ծառ տնկել եմ, այս շրջանում։ Շատ բարի, լրագրողները, եթե հարցեր ունեն, ես հնարավորություն կտամ, բայց եթե ոչ, ես միայն շնորհակալություն կհայտնեմ ձեզ, առողջություն կցանկանամ, շնորհակալություն եւ այսօրվա ուրեմն հանդիպման համար եւ ձեր նախկինում կատարած աշխատանքի համար, որի շնորհիվ մենք այդքան ջերմ հիշողություններ ունենք մեր Երևանի մասին եւ Ես էլ հայտնում եմ մեծ շնորհակալությունը, որ դուք ուշադրություն դարձրեցիք, հրավիրել եք ինձ։ Ես գտնում եմ, որ սա ինձ համար մեծ պատիվ էր, որ այսօր ես տեղ ունեմ խոսելու։ Շատ շնորհակալություն։